մի հետաքրքիր պատգամ, մի խոսք, որ Աստված այս օրերի մեջ սրտիս հետ խոսում էր երկար ժամանակ, ինչ որ միտեղ նաև անհանգստացնում էր այս խոսքը ինձ, որովհետև խոսք կա, որ մտնում է քո ներս ու քեզ հանգիստ չի տալիս, ինքը դառնում է քեզ համար մի հատ լավ, հետաքրքիր ու նաև մղող խոսք, եւ այս պահին ինքը տենց մտել է ու խանգարում է ինձ շատ առումներով, լավ առումներով։ Կուզենամ ձեր հետ կիսվեմ, ճիշտ ասած կարդացի մի համար, որտեղ ընդհանուր կարդացի, բայց այս խոսքն էր, որ սկսեց ինձ անհանգստացնել։ Մատթեոս ավետարան 12:15 ասում է, եւ Հիսուսը իմանալով փարիսեցիներ իր դեմ բունտ էին, բողոք էին ուզում հավաքեին, ուզում էին իրան ձերբակալեին եւ ասում է, այս ամենը իմանալով հեռացավ այնտեղից եւ շատ ժողովուրդներ գնացին նրա ետևից եւ նա նրանց ամենին բժշկեց։ Ճիշտ ասած ինձ այս նախադասությունը շատ ուժեղ ձևով խառնեց։ Այնտեղ շեշտումը բառը ամենին բժշկեց։ Ու միշտ մի հատ հարց եկա, որ ինձ սկսեց անհանգստացնել, Տեր, ո՞նց էր որ քո մոտ ստացվում էր ամենին բժշկել։ Որն էր այդ պայմանը, որ չկար ինչ որ մեկը, որ այդ օրը այդտեղ եկել էր ու այդտեղից հիվանդ գնաց։ Բոլորը բժշկված էին, բոլորը իրանց հարցերի պատասխանը այդ օրը ստացել էին։ Բայց մինչ անցնենք առաջ, կուզեմ այդ նախադասության նախորդող պատմությանը նայենք միասին, որը իմ կարծիքով շատ մեր հարցերի պատասխան կտա։ Մատթեոս ավետարան 8:1-3 Եվ երբ որ սարից իջավ, շատ ժողովուրդներ գնացին նրա ետևից։ Ահա մի կնայեք այդ մի քիչ ավելի ուշ կա, ոչինչ։ Եվ երբ որ սարից իջավ, շատ ժողովուրդներ գնացին նրա ետևից։ Ահա մի բորոտ գալով երկրպագում էր նրան եւ ասում էր. Տեր, որ կամենաս կարող ես ինձ սրբել։ Եվ Հիսուսը ձեռքը մեկնելով նրան դիպավ եւ ասաց. Կամենում եմ սրբիր, եւ նրա բորոտությունը շուտով սրբվեցավ։ Մի բորոտ է մոտենում Հիսուսին, ով հիվանդ է, ով բորոտ է եւ ուզում է իր բժշկությանը։ Եվ Տիրոջը մի հատ հետաքրքիր բան ասում է, Տեր, եթե կամենաս, գիտեմ, որ կարաս բժշկես, բայց եթե կամենաս, ինձ կբժշկես։ Ձեզ համար նաև կարդամ մի քիչ շատ համարները, որ ամբողջ պատկերը պարզ լինի։ Ղևտացիներ 13-րդ գլուխ 42-ից 46-ը, բայց եթե կենտության կամ ճեղության մեջ մի քիչ կարմրած վերք լինի, նա նրան կենտության կամ ճեղության մեջ գոյացած բորոտություն է։ Այն ժամանակ քահանան նայե նրան եւ եթե նրա կենտության կամ ճեղության մեջ եղած վերքի ուռուցքը մի քիչ կարմրած սպիտակ լինի մարմնի մորթի մեջ եղած բորոտության երևույթի պես այն մարդը բորոտ է, անմաքուր է, քահանան անպատճառ անմաքուր հրատարակե նրան։ Նրա ախտը նրա գլուխն է, այ ախտ ունեցող բորոտի հանդերձը պատրված պիտի լինի, եւ նրա գլուխը մերկ, եւ նրա շուրթենքները ծածկված պիտի լինեն, եւ անմաքուր պիտի կանչե, ախտը նրա վրան եղած բոլոր օրերը անմաքուր պիտի լինի։ Նա անմաքուր է, մենակ նստե նրա բնակությունը բանակից դուրս պետքա լինի։ Հետաքրքիր է, չէ՞։ Տերը Ղևտացի թղթում ասում է, որ երբ որ բորոտ է լինում ու պարզվում է, որ ինքը հաստատ բորոտ է, մի քանի պայմաններ ասում, որ պետք է անի։ Առաջինը պետք է առանձնացվի ինքը ժողովրդից։ Երկրորդը պետք է պատրված շորեր ունենա, գլուխը սափրած լինի, շրթերը փակված լինեն ու ինքը իր վրա պետք է գոռա բորոտ։ Ու էսի այնքան ժամանակ էր այսպես շարունակվում, ամեն 7 օրը մեկ ինքը գալիս էր ու քահանան նայում էր, եթե հաստատում էր, որ բորոտությունը կա, ինքը շարունակում էր, եթե չկա, նոր արդեն սրբվում էր ու դուրս էր գալիս այդ վիճակից։ Հետաքրքիր է, Հիսուսը հայտնվավ միտեղ, որ լիքը ժողովուրդ կար, բայց մի հատ բորոտ էլ եկավ, որին արժանի չէր այդտեղ լինել։ Օրենքով այդ բորոտը այդտեղ իրավունք չուներ լինելու։ Բայց այդ օր այդ բորոտը որոշել էր ճեղքել իր կյանքում, ճեղքում բերել։ Գիտեք, ես հավատում եմ, որ Աստված մեզ կանչել է ճեղքողներ լինենք։ Մենք կանչված ենք ճեղքող լինենք։
Ու այս բորոտը չնայեց, թե ինչ է ասում իրան օրենքը, նայեց, թե ինքը ինչ է ուզում։ Բայց ինքը բանալի բառերը սկսեց օգտվել եւ խոսքեր ասել։ Առաջի բանը, որ այսօր նաեւ շատ երգում ենք, հենց այս խոսքն է՝ Տեր։ Գիտեք, արդյոք ինքը մեր Տերն է։ Մոտենա ոչ մի Տեր չի ուզենա բորոտ ծառա ունենա, ոչ մի թագավոր չի ուզենա բորոտ ծառա ունենա, բայց հանկարծ այս բորոտը մոտեցավ Հիսուսին եւ ասեց Տեր։ Պատահական չէր այդ բառերը։ Պատահական չէր այդ խոսքերը, որ Հիսուսին շարժեց։ Իմ կարծիքով Հիսուսին շարժեց այն խոսքերը, որ երբ որ ինքը ասեց Տեր։ Արդյոք ինքը Տեր է մեր կյանքում։ Գիտեք, մենք շատ ենք գալիս իր առաջ, ասում ենք, թե դու մեր Աստվածն ես, բայց հարց իրականում ինքը Տեր է։ Իրականում արդյոք ինքը մեր կյանքի վրա ամբողջովին իշխանություն ունի, որովհետև ծառան ոչինչ չի կարող անել առանց իր տիրոջ թույլատվության։ Եթե թագավորը հրաման է հարձակում, ոչ մի իրան հպատակ չի կարող այլ բան անի։ Եթե մենք ասում ենք, որ դու Տեր ես ու հռչակում ենք, ուզում եմ հասկանանք, որ իր կատարյալ իշխանությունը մեր կյանքի վրա գործում է։ Ու ինքը ինչ ասում է, Տեր, եթե կամենաս, կարող ես ինձ սրբել։ Այլ կերպ ասած, եթե կամենասը հանենք արանքից կլինի Տեր, կարող ես ինձ սրբել։ Ինքը կասկածի տակ չի դնում այն հարցը, որ Տերը կարա մաքրի, Տերը կարա բժշկի, Տերը կարա իմ խնդրին լուծում տա, Տերը իմ իրավիճակին կարա լուծում տա։ Այլ ասում է Տեր, եթե կամենաս։ Սիրելիներ, ուզում եմ ասեմ, մենք մի Աստված ունենք, որ քո հարցերի բոլոր պատասխանները կարող է տա։ Չեմ իմանում ինչ իրավիճակում ենք մենք այսօր, չգիտեմ ինչ պայմանների մեջ ենք, կամ որտեղ որ ճեղքումի կարիք ունենք, բայց ուզում եմ իմանաս, որ այդ ամենի համար Տերը լուծում ունի։ Եթե ասում ես Տեր, ապա ինքը լուծում ունի։ Եթե ասում ես թագավոր, ապա ինքը ուզում է, որ դու բժշկվես։ Դա իր կամքն է։ Եթե կամենաս, կբժշկես։ Ու այս բորոտը դուրս եկավ իր այդ պատռված հանդերձների։ Մենք շատ ժամանակ հագնվում ենք, Աստծո խոսքն ասում է, չի կարող թագավորի զավակը պատռվածքներով քայլել, աղքատ լինել։ Սիրելիս, դու թագավորի զավակ ես, ու այդ հանդերձները, որ մենք այսօր ունենք շատ ժամանակ, խեղճության հանդերձները, դժվարության հանդերձները, պարտության հանդերձները, հիվանդության հանդերձները, ամեն մի բան աղքատության, դա քո բաժինը չի։ Ուզում եմ այսօր, որ ասես, ես ուզում եմ այս սրանք իմ վրայից գցեմ։ Ես էլ չեմ ուզում համակերպվեմ սրանց, ես էլ այս հագուստը չեմ ուզում հագնել, ես ուզում եմ այսօր իմ վրայից ճեղքեմ, որովհետև դու իմ Տերն ես, որ եթե դու իմ Տերն ես, ապա ես չեմ կարող այս հագուստները կրել։ Միևնույն ժամանակ ասում է, բորոտը պետքա ինքը իր շուրթերին ծածկած լիներ ու ընդամենը երկու բառ ասեր. անմաքուր, անմաքուր։ Գիտես, այսօր թշնամին ուզում է, որ դու ծածկես քո շուրթերը։ Բայց այս բորոտը փոխանակ, որ ասեր անմաքուր, անմաքուր, ասում է գրված էր, որ եկավ եւ երկրպագեց ու ասեց Տեր։ Չգիտեմ քեզ այսօր ով է քո շուրթերը փակում, քո դժվարությունը, քո միգուցե նաեւ գիտեք մեր ժամանակն է մեր շուրթերը փակում, որ մենք ժամանակ չունենք զարթնենք շուտ եւ երկրպագենք Տիրոջը։ Մենք ժամանակ չունենք մեր աշխատանքը, մեր գրաֆիկը, մեր ամբողջ օրը այնքան բուրն է, որ մենք ժամանակ չունենք Տիրոջի երկրպագելու։ Եվ այդ ամենը կարող են լինել ծածկոց մեր շուրթերին։ Ու մեր արդարացումը լինի, դե ես աշխատում եմ, դե ես գործի եմ, դե ես հոգնած եմ, դե ես հիվանդ եմ, դե ես չեմ կարում։ Սրանք է կարելի ասել կներեք այս ինքնաարդարացումները կամ փաստեր ասելը բորոտության նշան է, բայց այս բորոտը որոշում կայացեց իր շուրթերը բացել, որովհետև գիտեր, որ այս շուրթերը ստեղծված է Տիրոջի երկրպագելու համար։ Եվ դրա համար ասեց, ես էլ չեմ ուզում ասեմ անմաքուր, անմաքուր, ես ուզում եմ ասեմ Տեր, ես քեզ երկրպագում եմ։ Տեր, ես քո կամքն եմ ուզում իմ կյանքի մեջ։ Տեր, եթե կամենաս, ինձ կբժշկես։
Դրանով ասելով Տեր, ես ուզում եմ, որ քո կամքը իմ կյանքի մեջ իրականանա։ Կարող եք այսօր Աստծուն ասել, որ Տեր, ես ուզում եմ քո կամքը իմ կյանքում։ Ես ուզում եմ, որ քո կատարյալ կամքը գործի իմ կյանքի մեջ, որովհետև ես էլ չեմ ուզում հինը լինեմ։ Ես էլ չեմ ուզում նույնը լինեմ։ Ես հոգնել եմ մարդկանցից հեռու լինել։ Ասում եմ, իր բնակության վայրը պետք է բանակից դուրս լիներ։ Այսօր իմ ու քո բնակության վայրը Տիրոջ տանը մեջ է, բանակից դուրս չի, սա Աստծո բանակն է, այստեղ Աստծո բանակն է, և քո տեղը ոչ թե բանակից դուրս է, այլ բանակի ներսում է։ Քո տեղը, քո վայրը Աստծո արքայության մեջ լինելն է, ու մենք շատ ժամանակ հեռացնելով մեզ Աստծո բանակից, միգուցե նմանվում ենք այդ բորոտներին, որ մտածում ենք պետք է հեռու լինենք։ Նաև մարդիկ արտահայտություններ են անում, դե մենք արժանի չենք, կամ ես սխալ եմ արել, կամ ինչ պարտադիր է, ես միգուցե կոպիտ է, բայց ես նմանացնում եմ այս ամենը այդ բորոտության, որ ինքնըստինքյան դու խնդիր ունես և քեզ հեռացնում ես Աստծո ժողովրդից դուրս։ Նշանակում է դու չես կարող իրանց մեջ լինել, նշանակում է այդ խնդիրը, այդ հիվանդությունը բորոտություն է։ Բայց ուզում եմ ասեմ, որ դու քեզ հեռու չպահես։ Երբ որ զգում ես, որ ինչ-որ իրավիճակ քեզ ստիպել է Աստծո բանակից դուրս գտնվել, թող քեզ համար սա անհազանգ լինի։ Ես բորոտ չեմ, ես պետքա ներս հետ գնամ։ Ես Աստծո բանակի մեջ պետքա լինեմ։ Իմ տեղը Տիրոջ տան մեջ է, իմ տեղը Աստծո մեջ է, եւ ես իր բանակի գեներալն եմ։ Ես իր բանակի զորավորն եմ, եւ ես պետքա լինեմ այնտեղ, որտեղ որ իմ հրամանատարն է։ Որտեղ ենք մենք, ինչ հարցեր ենք մենք տալի Տիրոջը։ Մենք շատ ժամանակ ասում ենք, Տեր, դե խնդրում եմ, եթե ուզում ես, Տեր խնդրում եմ, ես մի բան արա օգնի, բայց այս մարդը մեծ հետաքրքիր արտահայտություն արեց։ Դու կարող ես բժշկել, եթե կամենաս։ Այսինքն Տերը ուզում է այսօր բժշկի, ու Տերը պատասխանեց իրան ասեց ընդամենը մեկ նախադասություն. ուզում եմ, կամենում եմ, բժշկվիր, եղիր մաքուր։ Տեր այսօր ուզում է, որ դու մաքուր լինես ամեն ինչից։ Մաքուր քո հոգսերից, մաքուր քո հիվանդությունից, մաքուր քո խնդիրներից, մաքուր սրբված իր համար առանձնացված։ Տերը ուզում է այսօր, դա իր կամքն է, որ դու մաքուր լինես, իր կամքն է, որ դու իր բանակի մեջ լինես։ Դրա համար պետք չի հարցնել, Տեր, ուզում ես, որ ես լինեմ այստեղ, թե չէ։ Տեր, այսօր ուզում ես գնամ եկեղեցի, թե չէ։ Տեր, ուզում ես ես աղոթքին մասնակցեմ, թե չէ։ Գիտեք, հարցեր կա, որոնք միգուցե էլ պետք էլ չի տալ մեզ, որովհետև Աստծո կամքը մենք պետք է արդեն վաղուց ճանաչած լինենք։ Եթե դու կարդում ես Աստվածաշունչ, հստակ իր կամքը գրած այդ խոսքի մեջ։ Ու ես վստահ եմ, որ Տերը միշտ կամենում է, որ դու իր մեջ լինես։ Հետաքրքիր է, ու ասում է Հիսուսը կպավ այդ մաքուրի, այդ բորոտին։ Իրականում գիտեք, որ եթե բորոտին կպներ, դու էլ էիր բորոտ դառնալու։ Այդ ախտը քո վրա էր գալի, դու էլ էիր անմաքուր լինում։ Բայց Հիսուսը ի զարմանս մեզ կպավ այդ բորոտին։ Չգիտեմ այդ պահին առաքյալներն ինչ զգացին, այդ մնացած ժողովուրդը ինչ զգաց։ Որովհետև վերջիվերջո այդ մարդիկ եկել էին Հիսուսի մոտ, որ հույս ունենալով, որ հետո Հիսուսը իրանց է բժշկելու կամ իրանց համար աղոթելու է, ու հանկարծ տեսնում են, որ Հիսուսը բորոտի է կպնում։ Ու առաջի արձագանքը որն է։ Ես էլ չեմ ուզենա, որ իր ձեռը ինձ կպնի, որովհետև ինքը արդեն անմաքուր է։ Բայց գիտեք, այնտեղ ամենամաքուր և սուրբն էր, այնտեղ տերերի տերն էր ու թագավորն էր, այնտեղ այն մեկն էր, ով սրբում և մաքրում էր։ Ու երբ որ կպավ, ասում է բորոտին, բորոտը մի անգամից մաքրվեց։ Այսօր Աստված ուզում է քեզ մի անգամից մաքրի։ Ոչ թե ժամանակ առ ժամանակ, ոչ թե ընթացքային, այդ ամենն էլ լինում է, տարբեր է լինում, բայց ես ուզում եմ, որ մենք այսօր հավատանք, որ այսօր հենց այդ օրն է, որ մի անգամից պետք է լինի, որ այդ վայրկյանականի օրն է, որ Տերը կամենում է, որ ինքը այսօր քեզ կպնի,
Դա իր ցանկությունն է։ Երբ որ դու ասում ես Տեր, ես կամենում, ուզում եմ որ դու ինձ բժշկես, նույն ձևի Տերն էլ ասում է, ես էլ ուզում եմ քեզ կպնեմ այսօր։ Ես ուզում եմ քեզ կպնեմ ու սրբեմ։ Եկեք Տիրոջը թույլ տանք, որ այսօր մեզ կպնի։ Եկեք, երբ որ այստեղից արդեն գնացած լինենք, թող Տերը կպած լինի մեզ։ Մենք էլ ուրիշը լինենք, մենք մաքրված, սրբված լինենք ու ասենք Տեր, օրհնյալ ես դու։ Տեր, ես պատռում եմ այս հանդերձները իմ կյանքից։ Ես իմ շուրթերը մաքրում եմ ու այս շուրթերը միայն կանչված են քեզ երկրպագելու, պաշտելու։ Այս շուրթերը ուրիշ բանի մեջ էլ չեմ ուզում օգտագործեմ, Տեր։ Ես հոգնել եմ։ Ես հոգնել եմ իմ կյանքում սխալ հռչակումներ անելու։ Դե ես հիվանդ եմ, դե ես թույլ եմ։ Ադե լյարդից ցերոզել ինձի համահանում է, ադե շաքարս ինձ խեղդում է, ադե ճնշումս ինձ ուտում է։ Գիտեք, այնքան ենք սենց բաներ ասում, սեփականացրել ենք, դարձրել ենք իրան մերը, ու էլ չենք ուզում իրանից ազատվենք։ Ինչ որ միտեղ ինքը դարել է մեզ հարազատ մեկը, առանց իրա դաժե մեր կյանքը չենք էլ պատկերացնում։ Ժամանակ է լինում, օրինակի համար խնդիր ունես առողջական, քեզ ասում են, կուզես ես մի բանը օգնես անենք, դե չէ, մեկ էլ այս ժամանակ մտքիդ մեջ ուրախ ես, ինչ լավ է, որ ոտերս ցավում է, ես իրանց չեմ օգնում, կամ ինչ լավ է, որ ես առողջական խնդիր ունեմ, ես երկու աթոռը չեմ տանի։ Օրինակ եմ ասում, հա, մահանա է, ինչ լավ է, որ սաղին ասում են, եկեք կանգնած երկրպագենք, ադե ոտ սաղ գիտեմ, որ ես ոտերի խնդիր ունեմ, պարտադիր նստած, ես ոչ մեկին չեմ մեղադրում, բայց ուզում եմ ասեմ, շատ ժամանակ մեր այդ անմաքրությունը, հա, օգտագործում ենք, իշահ մեզ, հռչակում ենք այդ ամենը մեր կյանքում, բայց ես ուզում եմ ասեմ, որ չհամակերպվես դրա հետ, այլ հելնես ու կանգնես, ասես ես ուզում եմ երկրպագել, ես ուզում եմ, որ այսօր այդ բորոտը ինքը կարոտ էր ինչ-որ մեկին, որ իրան կկպներ, ոչ մեկ իրան չէին ուզում կպնեին, ոչ մեկ իրան մոտ չէին ուզում գային, ինքը ուզում էր, որ իրան մեկը կպներ, ու Հիսուսը կպավ։ Եկեք այսօր մենք ուզենանք, որ Տերը մեզ կպնի։ Ես ասես ուզում եմ Տեր, քո արքայության համար գործ անեմ։ Ես ուզում եմ Տեր, քո արքայության համար վազեմ։ Ես ուզում եմ Տեր, քո արքայության համար օրինակ առավոտը ժամը 7-ին գամ աղոթելու, չասեմ դժվար եմ հելնում։ Ես ուզում եմ։ Եկեք սխալ պատճառներ չբեռնենք մեր կյանքերում Աստծուն չծառայելու համար, Աստծուն չերկրպագելու համար, Աստծուն չմոտենալու համար։ Այլ ասենք Տեր, ես ուզում եմ, եթե կամենաս ինձ կօգնես։ Վստահ եմ, մեկ է կտեսնես Տիրոջ փառքը իջնում է քեզ վրա։ Այն նախորդ համարից կարդացածը, որ ուզում եի ասել, սա էր, ասում է Ղուկաս ավետարան 6:6-10։ Եվ մի ուրիշ շաբաթ օր էլ եղավ, որ ժողովուրդը մտավ եւ սովորեցնում էր։ Եվ այնտեղ մի մարդ կար, եւ նրա աջ ձեռքը չորացած էր։ Եվ դպիրները եւ փարիսեցիները սպասում էին նրան, թե շաբաթ օրումը կբժշկե, որ նրանցից չարախոսելու պատճառով գտնեն։ Նա էլ գիտեր նրանց խորհուրդները եւ այն մարդիկ, որ ձեռքը չորացած էր, ասեց. «Վեր կաց եւ կանգնիր մեջտեղը»։ Եվ նա վեր կացավ, կանգնեց, արդ Հիսուսը ասեց նրանց. «Հարցնում եմ ձեզանից, ինչ է արժան շաբաթ օրը, բարի անել, թե չար գործել, հոգի ապրեցնել, թե կորցնել»։ Եվ 4 կողմով նրանից ամենի վրա նայելով ասաց այն մարդին. «Ձեռքդ մեկնիր», նա էլ այնպես արավ, եւ նրա ձեռքը առողջացավ մյուսի պես։ Հետաքրքիր էր, այս մարդը ինքը շաբաթ օրը տաճարում էր, հոգևոր մարդ էր ուրեմն։ Մեկն էր, ով տաճարի մեջ էր, եւ միգուցե ամեն անգամ գալիս էր ու արդեն երկար տարիներ էր ինքը այդ խնդիրն ուներ, բայց հույս ուներ, որ մի օր իր ձեռքը կբժշկվի։ Կամ է կորցրել էր արդեն հույսը, չգիտեմ, բայց շարունակում էր Տիրոջ տան մեջ մնալ։ Բայց Տիրոջ տան մեջ մի հատ խնդիր կար, իմ կարծիքով։ Երբ որ մտնում է Տիրոջ տան մեջ, այդ տաճարի մեջ Հիսուսը, այդտեղ հիվանդություն էլ տեղ չունի։ Երբ որ Հիսուսը գալիս է քո տաճարի մեջ, հիվանդությունը անհնարին է տեղ ունենա, ինքը իրավունք չունի այդ մի վայրի մեջ լինի Հիսուսը եւ հիվանդություն։ Գիտեք, ես չեմ ուզում այսօր դատապարտեմ մեզ, որ ես էլ ունեմ խնդիրներ, բայց ուզում եմ ասեմ, եկեք հասկանանք, որ Հիսուսն ուզում է, որ մենք բժշկվենք։ Երբ որ ինքը գալիս է, ինքը իր տաճարը մաքրում է, սրբում է,
Եվ ասում է հարցրեց փարիսեցիներին, ասեց արժանա որ այս մարդը առողջանա։ Ոչ մեկ ձեն չանեց, որտեղ ըստ իրանց օրենքի շաբաթ օրը չէր կարելի ոչինչ անել։ Բայց Հիսուսն ասեց կանգնիր մեջտեղ։ Ես ուզում եմ այսօր որ քայլ անես ու կանգնես Հիսուսի առաջ։ Գիտեք, եթե այդ մարդը չկանգներ, ոչինչ չէր կատարվի իր կյանքում։ Եթե այդ մարդը քայլ չաներ, չվեր կենար իր տեղից ու գար առաջ, ոչինչ իր կյանքում չէր լինի։ Բայց այդ մարդուն էլ կարելի էր հասկանալ, չէ որ Հիսուսը կգնար, իսկ փարիսեցիները կմնային, ով իրան կդատապարտեին, միգուցե նաև քարկոծեին, միգուցե բանտարկեին, որ անարժան բան արէ շաբաթ օրը, բժշկվել է։ Անարժան է։ Մարդիկ ասում են անարժան է ինչ որ անում ես։ Լավ չի որ բարի ես գործում, չարն է պետք անել։ Լավ չի որ բարին, չարին բարիով ես պատասխանում։ Գիտեք, այս աշխարհը չի ուզում որ մենք բարի գործենք։ Այսօր թշնամին նենց արել որ բարի գործելը դառել է բացասական։ Չէ՞։ Մենք մոտ միշտ sense արտահայտություններ կա սխալ։ Լավ անողի գլուխը բարի գործող անողի գլուխը ծակա չեմ անում, լավ բան ես անում, չարով են պատասխանում։ Մենք հասել է նրան, որ մենք դադարել ենք բարի գործելուց, որտեղ մտածում ենք, ասում ենք, դե մեզ չեն ընդունի, դե մեզ կառհամարեն, կծաղրեն, ում խոսքերով ես դու ապրում, ում կարծիքով ես դու ապրում, արդյոք բարի գործելը վատ բան է, արդյոք ավելի հեշտ է մեզ լռելը, քան բարի գործելը։ Ես ուզում եմ ասեմ, որ իրականում չար գործելը ավելի հեշտ է, քան բարի, որտեղ այս աշխարհը չարիքի մեջ է եւ իրան հաճելի է։ Նորմալ է, երբ որ քեզ բարկացնում են ու դու իրանց բադ բառեր ես ասում։ Կողքիններն էլ ասում են դե լավ է, բայց երբ որ լռում ես, ասում են ամոթ քեզ։ Ու քեզ խեղճ են նայում, քեզ տկար են նայում։ Երբ որ օշնում ես այդքանից հետո вообще տարօրինակի տեղ են դնում։ Երբ որ ինչ որ մի հատ հիվանդի ես օգնում, շատ ենք չէ տեսնում, ինչ որ մի հատ խեղճ է, մուրած կանա փող ադե մի տուր դրան, որովհետև դա դրանք միլիարդատեր են, գիտես ինչքան փող են հավաքում, ինչեր են անում ես։ Ես չգիտեմ ով ինչ է անում։ Բայց Աստծո խոսքը ասում է բարի գործելուց մի դադարեք։ Մենք այնքան ենք դարել օրենքի մարդիկ, այնքան ենք ապրում մարդկանց կարծիքով, որ մենք մոռացել ենք, թե որն է բարի գործելը։ Որովհետև այս աշխարհը ազդում է մեր վրա։ Մեկ մեզ հաճելի է, որ մեր դիմացինին ապտակեն, մեկ մեզ հաճելի է, որ ջղայնանանք եւ մեր բարկությունը թափենք ուրիշի վրա, բայց լռելը շատ բարդ բան է, օրհնելը ավելի դրանից հետո։ Ու Հիսուս ասում է, ինչ եք կարծում, արժի բարի գործել, թե չէ։ Եվ ասում է, ձեռքդ մեկնի ու բժշկվա։ Մի ուրիշ ավետարանում ասում է, եթե նույն ձևի կաշին եղավ, ոնց որ մյուսն էր միսնում կաշին։ Այսօր Աստված ասում է, քեզ ձեռքդ մեկնի, որտեղ ես քո կյանքում բժշկություն ունեմ։ Ես քո կյանքում ճեղքում ունեմ։ Գիտեք, հետաքրքիր է գրած, ասում է, իր աջ ձեռքը չորացած էր։ Ու երբ որ այդ մտածում աղոթում էի, այն ժամանակներում աջ ձեռքը կարևոր էր։ Հիմա էլ միշտ է կարևոր աջ ձեռքը, բայց մի հատ գաղտնիք կա։ Ով աջ ձեռքի հետ խնդիր ունի, բանակ չեն տանում, ինքը չի կարող կռվի։ Որովհետև ժամանակին աջ ձեռքով սուր են պահել, իսկ հիմա կրակում են միայն աջ ձեռքով։ Ու Տերը ոնց որ ասեր, որ աջ ձեռքը դա այն է, որ սատանան քեզ զրկում է պատերազմելուց իր դեմ։ Այդ չորանալը նրա պատճառով է, որ դու իր դեմ չպատերազմես։ Ու ինքը քո կյանքում ամեն ինչ կանի, որ դու իր դեմ դուրս չգաս։ Ինքը պատրաստ է ամեն ինչ տա։ Մենակ թե իր դեմ դուրս չգաս, իր դեմ չպատերազմես, իրան խնդիրներ չստեղծես, իրան հոգսեր չստեղծես։ Ինքը պատրաստ է ամեն ինչի։ Քեզ խափի, քեզ գոհացնի, քո կարիքները հոգա, բայց թող քո ձեռը չարը լինի։ Նորմալ է, ված բան չկա, դու տաճարում ես, դու աղոթում ես, դու երկրպագում ես, քեզ պետք չի պատերազմել, քեզ պետք չի թշնամու դեմ կանգնել, քեզ պետք չի հաղթել, ոչինչ որ բանակ չես գնում, ոչինչ որ Քրիստոսի զորքի մեջ չես, ոչինչ զինվոր չես, զատո
Տենց տիրոջ տաճարի մեջ ես։ Ու տենց խափելով գողանում է մեզանից մեր այն էությունը, որ մենք կանգնենք եւ իրան պարտություն մատնենք։ Կանգնենք եւ հաղթենք ու մեր կյանքի բոլոր ոլորտների վրա ճեղքում բերենք։ Այսօր եթե զգում ես, որ քո պատերազմելու ունակությունը թուլացել է, քո ճեղքելու ունակությունը թուլացել է, ուզենամ ձեռքդ մեկնես, ու ասես Տեր, ես ուզում եմ բժշկես իմ ձեռքը, որովհետև ես ուզում եմ պատերազմող լինեմ, ես ուզում եմ ճեղքող լինեմ, ես ուզում եմ, որ այս խոսքը, որը երկսայրի սուր է, իմ ձեռքի մեջ ամուր բռնեմ եւ կանգնեմ, երբ որ թշնամին տեսնի ինձ վախենա, որովհետև ես կարող եմ իրան վնասել։ Գիտեք, անզեն մարդուց ոչ մեկ չի վախում, բայց հանկարծ իր ձեռքը տուր անգամ այսքան փոքր դանակ, արդեն զգուշավորություն է գալի, որքան ավելի թշնամին, երբ որ քո կյանքում Աստծո խոսքը դառնում է զորավոր, երբ որ քո կյանքում Աստծո խոսքը դառնում է քո ձեռքի ուժը եւ քո ձեռքի մեջ ամուր բռնած ես։ Երբևէ նկատել եք, որ Աստծո խոսքից երկու համար ես ունենում, սկսում ես հռչակել, բայց երբ որ շատ խոսքեր ես իմանում, կարծես թե շատ հարցերի պատասխաններն ունես դու։ Մեկ-մեկ մտածում եք, ասում եք, ոնց անեմ, չէ՞, մենք նեղվում ենք, ասում ենք, հարցեր են մեզ տալիս, կանգնում ենք իրավիճակների դեմ, ախր իրանք մեզանից լավ են այդ հարցերին պատասխանում։ Ես ուզում եմ, որ այսօր դու էլ տենց դառնաս։ Ոչ թե իրանց նման, այլ իրանից ավելի հզոր, որովհետև թող քո աջ ձեռքը այսօր բժշկվի։ Այսօր թող քո պատերազմելու ունակությունը վերադառնա քո կյանք։ Մի նայ թե կողքիններն ինչ կասեն, մի նայ թե թշնամին ինչ կմտածի քո մասին։ Մի նայ թե դրանից հետո միգուցե քեզ քարկոծեն։ Պատերազմից հետո գիտեք, նենց է որ նորմալ է որ վնասված դու զգաս։ Քերծվածքներ կունենաս, առողջական որոշ հարցեր, բայց գիտենք որ Տերը մեր Աստված է եւ ինքը նորից մեզ կվերականգնի եւ կբժշկի, նորից ես կվերադառնամ իմ շարքերը պատերազմող լինելու։ Ու այդ մարդու մոտ վերականգնվեց այդ։ Ու այդ մարդը նորից կանգնեց մեջ տեղում Հիսուսի կողքին եւ իր ձեռքը առողջ էր։ Ասում փարիսեցիները դուրս եկան, որ իր դեմ գործեն։ Եվ այդ ժամանակը գրում, որ Հիսուսը այդ ամենը իմանալով գնաց ուրիշ տեղ եւ բոլորին բժշկեց։ Ինչ ուզում ա լինեմ, եկա Հիսուսի ամբողջ նպատակն է բոլորին բժշկելը։ Մի ուրիշ տեղ Մատթեոս ավետարան 12:8-ում Հիսուսն ասում է, որովհետեւ մարդի ոտին շաբաթի տերն է։ Պակի ուզենամ ասի, ես ամեն ինչի տերն եմ։ Ես եմ Տերը ձեր կյանքում։ Մենք այդքան երգեցինք, բայց ուզում եմ այդ երգելը մեր կյանքում իրականություն դառնա։ Ես ուզում եմ, որ իր Տեր լինելը մեր կյանքում իրական լինի, ավելին, քան մենք պատկերացնում ենք։ Բայց մեզ այդի կոմֆորտ չի տալիս, որ ինքը Տեր լինի։ Որովհետև եթե ինքը Տեր լինի, ես մենակ իր կամքը պետք է կատարեմ։ Շատ ժամանակ մենք ասում ենք կլինի 50-50 լինի Տեր։ Այս իմ կյանքի այս ոլորտների մեջ դու ես Տեր, այս ոլորտների մեջ ես եմ Տեր։ Իմ կյանքին օրինակի համար 2 շաբթից 5 շաբթի Տերը ես եմ, շաբաթ կիրակին քոնը Տեր։ Դիտա ասում են շաբաթը կամ կիրակին։ Հա, կամ իմ ֆինանսների 10-ի Տերը դու ես, 10-րդը տվեցի, մնացածի Տերը ես եմ Տեր։ Իմ տանը այսքանինը Տերը դու ես, մեզ տենց հաճելի է, որտեղ մտածում ենք հանկարծ, որ ասենք Տեր չէ դու իմ ամբողջ ֆինանսների Տերն ես, Տեր ասելու է սախտուր ինձ։ Փոխանակ հասկանանք, որ Տեր ուզում է դրանով մեզ օգնի։ Մենք մտածելով, որ ասելու ենք Տեր չէ շաբաթի Տերը դու ես, ամբողջ շաբաթվա, մտածելու ենք Տերն ասելու է ոչ կեր, ոչ խմի, ոչ քնի, ոչ մի բան մի արա, մենակ առավոտվային ծիրիգուն իմ համար վազի։ Ես ասեմ ավելին, Տերը ուզում է քեզ օգնի։ Ու նենց է ուզում անի, որ դու ավելի օրհնված լինես ամբողջ շաբաթվա մեջ, քան դու հիմա այդքան տանջվում ես ու անում ես։ Դա է նշանակում Տեր լինելը։ Դա է նշանակում թագավորի զավակ լինելը։ Եկեք այսօր ճեղքենք մեր մտածելակերպի մեջ։ Եկեք այդ բորոտության կարգավիճակից, այդ
հաշմանդամության կարգավիճակից դուրս գանք, թե հոգևոր, թե ֆիզիկապես։ Ես հավատում եմ, որ Տեր այսօր բժշկություն է անելու։ Ես հավատում եմ, որ դու այստեղից պետք է բժշկված գնաս, քո կարիքին լուծումը գտած գնաս, որտեղ ոչ թե անողը ես եմ կամ ինչ որ մեկը, այլ անողը ինքն է։ Իսկ իր խոսքի մեջ գրած է, որ ինքը կամենում է դա անի։ Ուղղակի մեզանից մի բան է պահանջվում, ինչպես այդ բորոտը դուրս գալ մեր տեղից։ Չնայել թե ով կնայի մեզ, ինչ կմտածի մեր մասին հետո, ինչ կասեն ամոթ է, խայտառակ եղանք։ Ու կգամ ես մեջտեղ կկանգնեմ Տեր։ Այն մեջտեղը մի վայր է, որ բոլորը տեսնելու են։ Մեջտեղը մի տեղ է, որտեղ որ մարդիկ կարան ամբողջովին իրանց հայացքները սևեռեն դեպի քեզ։ Ու դու ոչինչ չես կարող իրանցից թաքցնես։ Կարող ես կանգնել այնտեղ, որ ոչ միայն Տերը թաքուն տեսնի, այլ մարդիկ էլ տեսնեն։ Մենք միշտ սովոր ենք ասել, դե ես իմ թաքուն, իմ աղոթքն անում եմ, թաքուն ես, մի բան անում եմ թաքուն։ Ես ուզում եմ, որ դու այսօր բացահայտ երկրպագես Տիրոջը։ Բացահայտ կանգնես քո բժշկության համար, բացահայտ կանգնես քո ճեղքման համար։ Եվ ասես Տեր, ահա ես մեջտեղում եմ, ես այն վայրում եմ, որտեղ որ դու ինձ ասել ես, եւ ես եկել եմ իմ բժշկության համար, ես չեմ եկել ուղակի այստեղ ժամանակ անցկացնեմ, ես եկել եմ երկրպագեմ եւ ես իմ երկրպագությունով վերցնեմ իմ բժշկությունը, ճեղքումը գնամ եւ էսի տանեմ ամբողջ աշխարհը։ Սրա համար ենք մենք այստեղ։ Սրա համար Աստծո ժողովուրդը, սրա համար է Տիրոջ կամքը, որ ես ու դու ճեղքող լինենք։ Չկա պարտություն, ես ու դու հաղթողներ ենք։ Չկա ամոթ, որովհետև Տերը մեր ամոթը վեր է առել։ Չկա հիվանդություն, որտեղ խաչի վրա ինքը հաղթել է այս ամենին։ Ես ուզում եմ, որ մենք սրան հավատանք։ Ես ինքս էլ կարիք ունեմ շատ հարցերում, այդ ճեղքում իմ կյանքում գա։ Բայց կարիք ունենք մեկս մյուսի քաջալերենք այս հարցում։ Կարիք ունենք կանգնելու եւ ասելու Տեր, մենք հավատում ենք այս խոսքերին։ Մենք հավատում ենք, որ այսօր եւ վերջ է լինելու ամեն ինչի։ Այսօր պարտադիր չի ես սպասեմ այդ 7-րդ օրվանը, որ ճեղքումը գա բորոտության, այսօր է իմ մաքրման օրը։ Այսօր է իմ սրբման օրը։ Այսօր է այն օրը, որ դու ինձ դիպելու ես, Տեր, կպնելու ես, հպվելու ես։ Այսօր է այն օրը, որ դու ինձ գրկելու ես, Տեր։ Այսօր է այն օրը, որ ես քո փառքը տեսնելու եմ, Տեր։ Այսօր է այդ օրը։ Կուզենամ, որ դու հավատաս, որ այսօր այդ շաբաթն է, այսօր այդ օրն է, այն օրը, որտեղ որ Տերը ստեղծել է եւ որի Տերը ինքն է։ Ամեն։ Մատթեոս ավետարան 9-րդ գլուխ 35-ից 38 համարները։ Եվ Հիսուսն ամեն քաղաքներ եւ գյուղերը ման էր գալիս նրանց ժողովարաններում սովորեցնելով եւ արքայության ավետարանը քարոզելով։ Եվ ժողովրդի մեջ ամեն ցավ եւ ամեն հիվանդություն բժշկելով։ Եվ նա ժողովրդին տեսնելով գթաց նրանց վրա, որ հոգնած են եւ ցրված։ Ցիրուցան եղած, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն։ Այն ժամանակ իր աշակերտներին ասեց. հունձքը շատ է, բայց մշակները քիչ։ Արդ աղաչեցեք հունձքի Տիրոջը, որ մշակներ հանի իր հունձքի մեջ, եւ իր 12 աշակերտներին իր մոտ կանչեց եւ նրանց իշխանություն տվավ պիղծ հոգիների վրա, որ նրանց հանեն եւ ամեն ցավ եւ ամեն հիվանդություն բժշկեն։ Հետաքրքիր մի հատ կարելի ասել մասը, հա, պատմությունը Աստծո խոսքից, որ իմ ուշադրությունը գրավեց մի քանի այստեղ բան։ Առաջինը, որ ասում է Հիսուսը ամեն քաղաքներ, գյուղեր գնում էր, ման էր գալիս, ավետարանը քարոզում էր եւ բոլորին նորից բժշկում էր։ Ու ոնց որ Աստված ասեր, ավետարանն առանց բժշկության չի լինում։ Իրան կարծես թե արծվի երկու թևերն են։ Պարտադիր պետք է երկուսն էլ որպեսի արծիվը թռնի։ Աստծո խոսքը եւ կենթանի լինելը, իրան այդ շունչ տվողը, հա, կարելի ասել, այդ բժշկությունը, այդ ամենը պետքա երևա։ Իրանք հավասարազոր պետքա լինեն մեր կյանքում։
Եվ պետք է որ մարդիկ տեսնեն, որ բժշկություն կա, եւ պետք է որ մարդիկ տեսնեն, կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, դևերը դուրս են գալիս եւ մարդիկ ազատ են, մաքուր են։ Ու ասում այս ամենը տեսնելով իր սիրտը ցաված եւ ասում գութը շարժվեց գթած նրան վրա եւ ասեց իմ ոչխարները ոնց որ հովիվ չունեցող ոչխարների պես լինեն։ Գիտեք, երբ որ մեր շրջապատում այսքան մարդիկ կան հիվանդ, տկար, հոգնած, կոտրված, մենք ու մենք նմանեցնում իրանց։ Իրանք նման են այն մարդկանց, ով չգիտեն, որ իրանց հովիվը Տերն է, ովքեր չեն ճանաչում Հիսուսին։ Ու ասում է դրա համար, քանի որ ինքը տեսավ այդ իրավիճակը, ասեց հունձքը շատ, այսինքն կարիք կա ավետարանի։ Մշակները քիչ են։ Ու հետաքրքիրն ինչումն է, որ այդ ամբողջ իրավիճակի մեջ լուծումը ինչի մեջ գտավ Հիսուսը, կանչեց իր աշակերտներին, զորություն տվեց, իշխանություն ու ասեց գնացեք այդ հիվանդությունները, ցավերը վեր առեք իրանցից։ Հետաքրքիր է, ճիշտ է, Մատթեոս ավետարանում ասում է գնացեք քարոզեք, բայց այս տեղում, որ երբ որ խոսում է հունձքի մասին, ինքը նաև խոսում է, որ հունձքը հավաքելու համար բժշկությունը կարևոր տեղ ունի։ Նախապայման է ինքը նաև։ Ու ինքը չտվեց իշխանություն, որ գնան ավետարան քարոզեն, չտվեց իշխանություն, որպեսզի գնան ուրիշ բաներ անեն, ասում է տվեց իշխանություն, որ գնան դևեր հանեն, բժշկություններ անեն, ցավեր վեր առնեն։ Այսօր մենք կանչված ենք սիրելիս ոչ միայն որ մենք բժշկվենք, բայց մենք կանչված ենք, մենք իշխանություն ունենք մարդկանց ցավեր վեր առնելու իրանցից։ Գիտեք, ես չեմ մեղադրում մարդկանց, որ ցավեր ունեն, բայց մեղադրում եմ մեզ ինչ որ միտեղ, որ մենք այդ ցավերը վեր չենք առնում։ Մենք ենք այդ ցավեր վեր առնողը, մենք ենք այդ հիվանդություններից մարդկանց ազատողը։ Ու այսօր ժամանակն է, որ ես ու դու այդ մեր իշխանությունը, որ Տերը մեզ տվել է, վերցնենք հետ։ Եթե դրել ենք միտեղ, եթե կորցրել ենք, եթե մեր հանձնվել ենք, մեր իշխանությունը չենք ճանաչում, ժամանակն է, որ մենք վերցնենք։ Եվ ասում է իր աշակերտները պատմության մեջ ասում է եկան մի դրվագի մեջ, որ ասեցին այս մի դևին չեն կարող հանել։ Հիսուսն էլ ասում է հանեց ու ասեց սրան ծոմով եւ աղոթքով։ Բայց գիտեք այդտեղ ինչն է ինձ հետաքրքիր, որ աշակերտների համար հասել էր միտեղ, որ իրանք ամեն ինչ կարացել էին անեն, մենակ այդ մեկը չէին կարացա անեն, դրա համար նեղվում էին։ Արդյոք մենք նեղվում ենք, որ երբ որ աղոթում ենք մարդիկ չեն բժշկվում, երբ որ աղոթում ենք ոչ մի բան չի լինում, ասում է իրան տարան, այդ մարդուն տարան Հիսուսի մոտ, ասին այս մեկին չեն կարող, մնացածին արել ենք, բժշկեր ենք, ցավել ենք, վեր առել, դևեր ենք քշել, ամեն ինչ արել ենք, բայց այս մեկին չկարացանք Հիսուս օգնի։ Հիսուսը հանեց։ Այո, միտեղ կգա, որտեղ որ մի քիչ դժվար կլինի, մեծ ճեղքում կլինի, միգուցե մի քանի հոգով լինես, միգուցե երկար աղոթես, միգուցե ծոմով լինի ամեն ինչ, բայց նորմալ չի, որ չի լինում։ Տերը ուզում է, որ մենք վերցնենք մեր իշխանությունը։ Գիտեք, երբ որ այդ տողերը կարդացի, որ Հիսուսը ամենին բժշկեց, իմ մոտ խնդիր առաջացավ։ Իմ մոտ շատ հարցականներ առաջացավ, որովհետև հասկացա, որ ես ինչ-որ մի բան են չեմ անում, որտև առաքյալների մոտ էլ էր այդ ամենը ստացվում, որովհետև այդ իշխանությունը Տերը, որ տվել էր առաքյալներին, մեզ էլ է տվել։ Այսօր ուզում եմ, որ մենք կանգնենք Տերը դրա համար։ Այսօր Տերը ուզում է, որ մենք ճեղքում բերենք մեր կյանքերում։ Այսօր ուզում է, որ Տերը մենք չհամակերպվենք այդ բոլոր իրավիճակների հետ։ Ինչքան ես դու պայքարում իրավիճակի դեմ։ Արդյոք մենք մեր ձեռքերը իջացրել ենք ներքև, թե վեր բարձրացածը։ Արդյոք մենք պատերազմի դաշտում փախել ենք, թե առաջ ենք գնում։ Գիտեք, պատերազմի դաշտում երկու ձև կա, որպեսզի կենդանի մնաս։ Մեկը փախնելն է, մեկը հաղթելը։ Ցավոք սրտի այսօր շատ հոգևորներ փախնում են։
որպեսզի ողջ մնան։ Բայց ես չեմ ուզում, որ մենք փախնող հոգևորներ լինենք։ Ես ուզում եմ մենք հաղթող հոգևորներ լինենք։ Ես չեմ ուզում, որ մենք համակերպող հոգևորներ, լավ է, ոչինչ։ Ես չեմ ուզում, որ մեր կյանքում ուրիշ տերել լինի։ Մի հատ Տեր ունենք։ Մեր Տերը Քրիստոսն է։ Մենք մի հատ արքա ունենք, ինքն է։ Մենք մի հատ հովիվ ունենք, ինքն է։ Մենք մի հատ զորագլուխ ունենք, ինքն է։ Ու չես կարող դու կռվել իր բանակում եւ լինես պարտվող։ Չես կարող կռվել իր բանակում եւ դու չհաղթես։ Դու չես կարող լինես իր հովության տակ եւ դու ցրված լինես եւ բժշկված չլինես։ Գուցե այո, մենք այսօր այդ պահին ենք, բայց սա մեր ժառանգությունը չի, սա մեր կարգավիճակը չի, մենք պետք է չհամակերպվենք սրա հետ, դու պետք է չհանձնվես ու դու պետք է կանգնես քո խոստումի համար, Աստծո խոսքի հիմքի վրա եւ վերցնես այն ինչ որ քեզ է պատկանում։ Թույլ չտաս, որ թշնամուն փակի քո բերանը։ Թույլ չտաս թշնամուն քո շուրթերը ծածկի, որ իրան չի երկրպագես։ Դա իր կամքն է։ Այսօր ուզում եմ, որ մենք Աստծո կամքը կատարողներ լինենք, որ ասենք Տեր, մենք քեզ ենք ուզում, Տեր, մենք քո կարիքն ունենք, Տեր, ավել ոչինչ չենք ուզում, թող քո կամքը լինի։ Եկեք հարցնենք Աստծուն, Տեր, դու ինչ ես կամենում, արդյոք կամենում ես այդ ամենը, թե չէ։ Արդյոք ուզում ես, որ ես լինեմ բժշկված, թե չէ, ու դու կլսես իր շուրթերից այդ խոսքերը, կամենում եմ, բժշկվիր, կամենում եմ, սրբվիր, կամենում եմ, ողջ եղիր։ Այսօր ասա, ես ուզում եմ կպնեմ քո հանդերձներին, Տեր, ասում եմ, ամբողը, երբ որ ինքը քայլում էր, տարբեր մարդիկ, ասում էին, մենակ թե կպնենք իրան, ինչպես են արունահոսող կինը, իր հանդերձներին կպնենք, կբժշկվենք, ու շատ-շատերն էին այդպես բժշկվում։ Այսօր մենք ինչ ենք ուզում անենք։ Որն է մեր նպատակը։ Մեր աստվածապաշտության նպատակը որն է, որ խեղճ ու կրակ լինենք, որ թույլ տկար լինենք, չէ, մեր նպատակն է նա, որ ասում է կանչեց իր աշակերտներին, իշխանություն, զորություն տվեց եւ ասեց գնացեք։ Սա է մեր նպատակը։ Սրա համար ենք մենք այստեղ, որ այսօր այն իշխանությունը, որ Տերը տալիս է քեզ, վերցնես եւ գնաս, որովհետեւ իմանաս, որ Տիրոջ սիրտը ցավում է այս աշխարհի համար, Տիրոջ սիրտը ցավում է բոլոր այն մարդկանց համար, ովքեր հիվանդ են, ովքեր խնդիրներ ու հոգսեր ունեն եւ Տերը քեզ տալիս է իշխանություն, գնաս եւ այդ ամենը վեր առնես։ Սա է քո բաժինը։ Սրա համար ենք մենք կանչված։ Եկեք չվախենանք, եկեք չհանձնվենք, թե մարդիկ ինչ կասեն, ինչ կմտածեն։ Խոսան մեր մասին։ Եթե Հիսուսի մասին խոսացին, ապա իմ ու քո մասին է կխոսան։ Եթե Հիսուսի մասին չարախոսեցին, իմ ու քո մասին է կչարախոսեն։ Եթե Հիսուսին դատապարտեցին, մենք ավել չենք։ Բայց սրա մեջ ժառանգություն ենք իր հետ։ Սրա մեջ մենք ժառանգակիցներ ենք։ Սրա մեջ հավիտենությունը մեզ է պատկանում։ Ամեն։ Եկեք ոտքի կանգնենք։ Չգիտեմ, որ կարգավիճակում քեզ տեսար դու։ Միգուցե քեզ տեսար բորոտի կարգավիճակում, որ քեզ առանձնացրել ես։ Կամ ամաչում ես, չես ուզում առաջ գնաս, չես ուզում խոսաս, լինում է, չէ, մարդիկ, որ պարփակվում են իրանք մեջ, չեմ ուզում մարդու տեսնեմ։ Չգիտես, խի դժվարության խնդրի մեջ է, բայց ասում են, ինձ մենակ թողեք, ես ոչ մեկի չեմ ուզում տեսնեմ։ Թույլ տուր, որ այսօր Աստված քեզ տեսնի։ Մի վախեցիր այդ դրանից։ Միգուցե քեզ տեսար, որ քո իշխանությունը քո ձեռքից վերցրել են։ Միգուցե քեզ տեսար, որ քո ձեռը թշնամին չորացրել է, որ դու պատերազմող չլինես, որպեսզի դու պարտված լինես։ Կամ միգուցե քեզ տեսար, որ կարիք ունես իշխանությունը վերցնես, կարիք ունես գնաս ցավեր վեր առնելու։
Եթե քո գութը շարժվել է դրա համար, դու կարող ես շարժել։ Ու կուզենամ, որ դու էլ քայլ անես, ինչպես որոտը քայլ արեց, ինչպես այդ չորացած ձեռքով մարդը քայլ արեց ու կանգնեց մեջտեղ ու առաջ եկավ, առանց ամոթելու, ամաչելու, իրա բժշկության համար, իրա խնդրի լուծման համար, իրա չհամակերպվելու համար։ Եթե դու զգում ես, որ դու այդ իրավիճակում ես, կարաս առաջ գաս, կարաս քայլը տանես, որովհետև դա ցույց է տալիս, որ դու Տեր ասում ես, ես չեմ ուզում այստեղում մնալ։ Քայլ ալեն նշանակում է, որ դու չես ուզում մնաս այն հին վայրում եւ ուզում ես նոր տեղում լինես։ Ես էլ չեմ ուզում մնամ այդ նույն դիրքում։ Ես էլ չեմ ուզում ձեռներս ներքև լինեն։ Ես ուզում եմ երկինք լինի իմ ձեռքերը։ Ես ուզում եմ մարդկանց համար կենթանի վկայություն լինեմ։ Ես հիշում եմ, որ իմ կյանքում մի հետաքրքի բժշկության օրինակ եղավ, ինքը շատ գերբնական էր, բայց երկար ժամանակ ինքը ինձ զորություն էր տալիս։ Ամեն անգամ ինչ-որ մեկի համար աղոթելուց այդ պատկերը իմ առաջին էր։ Իմ համար աղոթելուց էլ։ Ամեն անգամ ինքը կարծես թե ինձի ուժ տվող մի հատ շարժիչ մղող ուժ լիներ։ Ու ամեն անգամ այդ հրաշքը առաջնորդում էր ինձ։ Ուրիշների կյանքում հրաշքներ գործելու համար, ուրիշների կյանքում ինչ-որ մի բան անելու համար։ Դա ստիպում էր, որ ես կարողանամ նորից քայլ անեմ։ Միգուցե շատ ես փորձել, շատ ես արել ու հոգնել ես։ Ես ուզում եմ, որ դու այսօր էլի անես։ Չվախենաս, որովհետև երբ որ դու այստեղից քո բժշկությունը վերցրած գնաս, հավատա, որ դու քո նման հազարավորների կյանքում կլինես այդ բժշկության օրինակ։ Գիտեք, սատանան խի չի ուզում, որ դուք բժշկվեք, խնդիրը մենակ դուք չեք, որտև գիտի, որ երբ որ դու բժշկվես, քո փերանը փակել չի լինի, քո ձեռքերը չի կարա չորացնի, եւ ինքը չի կարա քեզ լռեցնի, այլ դու ամեն տեղ գնալու ես ու ման ես գալու քո նմաններին գտնես, ասես գիտես ինձ Հիսուսը բժշկել է, ինքը քեզ էլ կարա անի։ Ես քո տեղում եմ եղել, բայց էլ հիմա այդտեղ չեմ։ Ինքը գիտի, որ դու դրանով ավետարանի համար գործ ես անելու։ Դու դրանով եւս մարդկանց ես բերելու, ովքեր Տեր են ասելու Աստծուն, ովքեր իրենց կյանքերը հանձնելու են Աստծուն։ Դրա համար չի ուզում, որ դու բժշկվես։ Դրա համար չի ուզում, որ դու հաղթող լինես։ Եթե անգամ այսօր չես ուզում գաս քո համար, որ անհնարին է, արի այն մարդկանց համար, ովքեր քեզ սպասում են դրսում։ Երբ որ այսօր գաս քո բժշկության, քո ելքի համար, իմացի դու չես եկել մենակ քո համար։ Դու եկել ես բոլոր այն մարդկանց համար, ովքեր նույն իրավիճակում են, որում հիմա դու ես։ Թող քեզ զորություն տա։ Ասա Տեր, ես եկել եմ բոլոր այն մարդկանց համար, ովքեր սրտի խնդիր ունեն, որովհետև որ իմ սիրտը բժշկվի, ես բոլորին վկայելու եմ։ Տեր, ես եկել եմ բոլոր այն մարդկանց համար, ովքեր արյան խնդիր ունեն, ովքեր ճնշումի, ովքեր քաղցկեղի, ովքեր տարբեր։ Ես իմ անունից չեմ եկել, ես այդ բոլորի համար եմ եկել։ Եվ ինձ բժշկվելով ես այդ իշխանությունը վեր եմ առնելու ու գնամ այս աշխարհի մեջ եւ բժշկություն բերեմ շատերի կյանքում։ Ասում եմ որոտը առաջի բանը որ արեց, իր շուրթերը բարձացեց ու սկսեց երկրպագել։ Եկեք երկրպագենք Տիրոջը։ Հալելույա Իսուս։ Հալելույա Իսուս։ Խնդրեմ մեր աղոթքի ծառայողները գան այստեղ առաջ, որտեղ իրանք մոտեցան Հիսուսին։ Այսօր Աստծո մարդիկ այստեղ կանգնած են։ Այն իշխանությունով, որ Քրիստոսը տվեց իր աշակերտներին, հավատացեք,
այդ նույն իշխանությունը իրանց կյանքում գործում է, որովհետև Քրիստոսը նույնն է, իր հոգին նույնն է ու այդ իշխանությունը ինքը տվել է իր ծառաներին։ Ու դուք էլ մոտեցեք, ասեք, եթե կամենաս, աղոթես, ես կբժշկվեմ, որովհետև հավատում եմ այն իշխանությանը, հավատում եմ այն զորությանը, որ քեզ վրա է։ Հալելույա Իսուս։ Հալելույա Իսուս։ Ինչ մեծ ես դու, ինչ մեծ ես դու, ինչ մեծ ես դու, ով իմ Աստված, ինչ մեծ ես դու, և հրաշագործ, զորություն տվող, և բժշկող, ինչ մեծ ես դու, ինչ մեծ ես դու, ինչ մեծ ես դու, ով իմ Աստված, ինչ մեծ ես դու, և հրաշագործ, զորություն տվող, և բժշկող, ով նայի քեզ, ով իմ Տեր, կփրկվի, ով նայի քեզ, ով իմ Տեր, կբժշկվի, ով նայի քեզ, ով իմ Տեր, կազատագրվի, ինչ մեծ է